Հայր Զաքարյա, այսօր կատարվողը կարող եք մեկ նախադասությամբ նկարագրել։ Այսօր կատարվածը մեր հայոց պատմության մեջ ամենաողբերգական եւ ամոթի օրն էր։ Ես 25 տարի բնակվում եմ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում, նման բան անգամ երևակայության մեջ հնարավոր չէր պատկերացնել, երբ ուժային կառույցները պարզապես բիրտուշ կիրառելով, մարդկանց հրելով, կարծես թե եկել էին եկեղեցին ազատելու թշնամիներից։ Այս խարանը մնալու է մեր ժողովրդի մեջ, որը միայն ու միայն հնարավոր է լուծել ապաշխարությամբ։ Եթե չապաշխարենք եւ իսկապես չանդրադառնանք այս ամենին, ինչ որ կատարվում է հիմա մեր երկրում, մեր հայրենիքի, մեր երկրի եւ մեր ժողովրդի հետ կարող են նաեւ հոգեվոր տեսանկյունից բազում վատ բաներ լինել։ Հայոց եկեղեցին ի վերջո, տեսեք, հայոց եկեղեցին մնացել է վերջին խրամատը մեր պետականության։ Եթե այս խրամատն էլ հանձնենք թշնամիներին, ապա լինելու է հայոց երկիրը, այս հողը, բայց այստեղ լինելու են ոչ հայեր։ Եվ մենք լսելու ենք թուրքական ազանի ձայնը։ Եթե այդ է նպատակը եւ մեր ժողովուրդը համակարծիք է եւ չի ուզում պարզապես իր արդար ձայնը բարձրացնել, ապա շատ տխուր իրավիճակ է։ Ինչ պետք է անի հավատավոր ժողովուրդը։ Առաջին հերթին պիտի կանգնի եկեղեցու կողքին եւ եկեղեցականների իր արդար վրթովմունքը արտահայտելով այն ամենի հանդեպ, ինչ որ հիմա կատարվում է։ Սա իսկապես մեր, չգիտեմ, սա մեր ազգային խայտարակությունն է։ Մայրաթոր Սուրբ Էջմիածին նման կերպ վերաբերվել են մեր թշնամիները։ Եվ ցավալիորեն մարդիկ կան հատկապես սոցցանցերում, որ մեծ հրճվանք են ապրում։ Դուք կարծում եք նրանք իրական մարդիկ են, մենք շատերին ենք ստուգում։ Այդ որ մեր վրա հարձակում գործածներին, նրանք բարձում են նոր բացած էջեր են եւ մեզ այսօր չի հուսահատեցնում այդքան էլ եւ ոստիկանների վարքագիծը ի վերջո նրանք եկեք անկեղծ լինենք, նրանք նահանջեցին։ Գուցե նահանջի հրաման ունեցան, բայց ամեն դեպքում մենք տեսել ենք շատ ավելի դաժան բիրտուշ, որը փառք Աստծո չկիրառվեց հոգեվորականության նկատմամբ, որտեղ երբեմն այդ խայտառակ տեսարանները եղել են քաղաքացու եւ գործիչների նկատմամբ։ Պարզից էլ պարզ է, որ եկեղեցը հալած այս քաղաքականության ինչ որ մի պահի դրսևորումն է, որը նախերգանքն է։ Պարզապես ուզում էին հասկանալ, թե ինչպես պիտի վերաբերվեն հոգևորականները եւ ժողովուրդը, բայց փառք Տիրոջ, կարծում եմ նաեւ մեր ժողովուրդը համոզվեց, որ մենք ունենք ամուր, նախանձախնդիր, արժեքներին հավատարիմ եւ ինքնության պահապան հոգևորականներ, որոնք կանգնեցին եւ թույլ չտվեցին, որ Մայրաթոր Սուրբ Էջմիածնից որևէ հոգևորականի ձերբակալեն կամ տանեն։ Իսկ ինչ վերաբերում է կեղծ պրոֆիլներին, այո, դրանք շատ են, բայց նաեւ դժբախտաբար կան իրական մարդիկ, որոնց մտածողությունը անհասկանալի է։ Այսօր ես իմ անձնական էջերից 53 թուրքական պրոֆիլ են բլոկավորել։ Սա նշանակում է, որ մեր թշնամիները հիբրիդային պատերազմը ուշադիր հետևում են այն ամենին, ինչ որ կատարվում է։ Սա նաև միջազգային տեսանկյունից մեծ սկանդալ է, որովհետև եկեղեցին ի վերջո ոչ միայն նրա իշխանությունը տարածվում է Հայաստանի վրա, այլ նաև Սփյուռքում։ Դուք ուրիշ որտեղ եք տեսել, որ իշխանությունը հարձակվի իր հոգևոր իշխանության վրա։ Որտեղ եք տեսել այս խայտառակությունը, որևէ երկրում։ Կարծում եմ ոչ միտեղ չկա։ Սա նաև Փաշինյանի երազած աննախադեպը մենք ենք եկեղեցական պատմության մեջ ամենաողբերգական էջերից մեկը պիտի լինի եւ հետագայում նաև մատենագիրները պիտի արձանագրեն այս խայտառակությունը։ Չգիտեմ, որպես հայ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես հայ եկեղեցական ես այսօր ամոթ եմ զգում այս ուժային կառույցների համար, տեսեք, ուշադիր նայեք դեմքերը կախ ընկած, անհասկանալի հայացքով, այո, բայց տխուր է այս ամենը։ Սկզբում փորձեցին գործել, բայց հետո երևի խիղճը հաղթեց կամ բարոյականությունը։ Այսօր ինձ մի ոստիկան մոտեցավ, դեմքը ծածկած եւ ասաց, որ ինքը ինձ ճանաչում էր փաստորեն, ասաց, որ ներողություն եմ խնդրում, ես ամաչում եմ, բայց մենք այլ ելք չունենք։ Սա եկեղեցու հեղինակության վրա Զաքարյա որևէ կերպ անդրադառնալու երթեւս միջազգային հանրականներում։ Կարծում եմ եկեղեցու հեղինակությունը այնքան բարձր է, որ հակառակը, սա հակառակ ազդեցություն է ունենալու եւ
մարդիկ համախմբելու են եկեղեցու շուրջ, բայց մենք ազգովի խայտարակ ենք եղել ամբողջ աշխարհում։ Եթե դուք նայեք միջազգային լրատվամիջոցների խորագրերը, չգիտեմ, դրանք ուղղակի ամոթ են։ Եվ դու նայում ես, որ երկրի ղեկավարությունը, որոնք ամեն վարքյանը պիտի օգտագործեին մեր պետականությունը զորացնելու, մեր անվտանգային խնդիրները լուծելու 15 րոպեն մեկ ստատուսներ են գրում, բայց պետությունը չի ղեկավարվում ստատուսներով։ Սա մեր ողբերգություններից մեկն է։ Նրանք կատարում են տեղեկություններ կան, որ չի սահմանափակվելու միայն ձերբակալությամբ, բայց նաև այո, այսօր դիմադրություն կա ցույց տվածներին քրեական հետապնդման են ուզում ենթարկել։ Ինչ վտանգներ եք տեսնում, այսինքն 1-2 հոգու հարց չէ։ Ես որևէ բան չեմ կարող հերքել, որովհետև ամեն ինչ սպասելի է։ Հնարավոր է նաև բոլոր հոգևորականներին պարզապես ձերբակալեն եւ նրանց տեղը, ասենք, բերեն թուրք մոլաների։ Իսկ ժողովրդի այս դեպքում տեսնելով իշխանությունը ինչ եք կարծում, իրատեսականը, որ կարող է հետ քայլանել եւ հանգիստ։ Տեսեք, ամեն դեպքում այսօրվա իրադարձությունները ցույց տվեցին, որ որքան էլ որ Միքայել Սրբազանը ցանկանում էր կամավոր կերպով ներկայանալ քննչական վարչություն, ժողովուրդը պարզապես կանգնեց եւ 3 անգամ թույլ չտվեց։ 3 անգամ թույլ չտվեց։ Սա նշանակում է, որ իսկապես մեր ժողովրդի գոնե գիտակից խավի համար այս ամեն ինչ որ կատարվում է խայտարակությունը։ Ես վստահ եմ, որ համերաշխության, միասնականության ոգով պիտի կարողանանք բոլոր խնդիրները հաղթահարել։ Ի վերջո, մեր աղոթքը ամենօրյա մեր երկրի խաղաղության, անվտանգության, մեր ժողովրդի բարության եւ միասնության համար է։ Ուրեմն վեհապարին հեռացնելու ընդամենը մեկ տարբերակ կա։ Վեհապարին ընտրում է ազգային եկեղեցական ժողովը, որը նաև իրավասու է նրան հեռացնելու։ Իսկ այդ ժողովը չի հրավիրել, որովհետև այդ ինքը պիտի որոշի։ Բայց եթե հոգևորականներին կալանավորումներ լինեն, այս դեպքում ավելի հեշտ չի լինի դա գործել։ Ոչ։ Շնորհակալություն։